Ես տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը սպասում էր, որ վաղարշաբաթի ընտրություններն անցնեն, որովհետև եկեղեցու նկատմամբ իր այս շարունակական արշավ ու կոնկրետ Մայրաթորի նկատմամբ իրականացվածը ինքը չգիտեր թե ինչպես հաշվարկել, այսինքն դա ինչ ազդեցություններ ունենալու ընտրական արդյունքների վրա, հետևաբար սպասել է ուղղակի, որ ընտրություններն ավարտեն, ակնհայտ է, որ ինքը արդեն որոշակի ծրագիր ունի կաթողիկոսին հեռացնելու, եւ դա հնարավորինս շուտ է անելու, կարծում եմ իր պատկերացման միջև նոր տարի այդ գործը ինքը պետք է ավարտին հասցնի, նոր տարին առանց կաթողիկոսի։ Ինքը այդ տրամաբանությամբ է առաջնորդվում իհարկե, բայց այստեղ դա իր պատկերացումներն են, ես էլ ասում եմ, որ ժողովուրդն իսկապես աջակցում է եկեղեցուն եւ այստեղ պետք է հասկանալ, թե ժողովրդի կոնսոլիդացիան ինչպես պետք է իրականացվի, որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ պետք է աներկբայորեն պնդեմ, որ ես մշտապես լինելու եմ եկեղեցու կողքին, բայց թե լինելն ինչպիսի դրսևորում կարող է ունենալ, այդտեղ ես ունեմ իհարկե իմ պատկերացումները, տարբեր քաղաքական ուժեր ունեն իրենց պատկերացումները, բայց այդ պատկերացումները պետք է համահունչ լինեն Մայրաթորի պատկերացումներին, բայց այս փուլում ցավոք ես չեմ տեսնում, որ Մայրաթորը ձևավորված պատկերացում ունի Մայրաթորի ամբողջական պաշտպանության մասին։